Ինչ է դրված այսօր իմ սրտում խոսելու ձեզ հետ, սիրներ։ Մեկ բան է, որ ես խոսելու եմ ինձ հետ, մեկ բան է, որ ես խոսելու եմ եկեղեցու հովիների հետ, եկեղեցու ծառայողների հետ եւ իհարկե նաեւ եկեղեցու ժողովրդի հետ։ Բայց միևնույն ժամանակ, եթե կան մարդիկ, որոնք այստեղ են եւ իրենց եկեղեցու ժողովուրդ չեն համարում կամ հեռարձակումով հետևում են մեզ, կարեւոր է նաեւ քեզ համար շատ։ Սա ես անվանում եմ այսպես՝ կյանքի ուղեցույց։ Այս ուղեցույցով մենք հետագայում որոշ կերպերով մենք կշարժվենք, թե որպես եկեղեցի, թե որպես անհատներ, բայց այսօրվա պատգամը շատ ավելի այսպես ուղեցույցային պատգամ է, ինչպիսին մենք պետք է լինենք եւ ինչպիսին պետք է լինի հոգեվորը եւ առհասարակ մի քանի բաներ, որ շատ պարզունակ բաներ, բայց շատ խորքային, կյանք փոխող, մտածելակերպ փոխող եւ կյանքի ընթացք փոխող ճշմարտություններ եմ այսօր փոխանցելու։ Թեև երբ որ ես ասեմ, կասեք, հա, դե շատ պարզ է, բայց ես ոչ թե ասելու եմ այսօր այն ամենը, ինչ որ մենք պետք է սովորենք, այլ ասելու եմ, որպեսզի այդ ուղղությամբ, ինչ որ կոնկրետ ուղղությամբ մենք սկսենք դրանք արդեն կիրառել։ Այնպես որ հնարավոր է, որ ուղեցույց փոխող, մտածելակերպ փոխող պատգամ լինի սա, ինչ որ կերպով կխնդրեմ քեզ վերլուծես եւ եթե Աստված խոսում է քո սրտի հետ, այս խոսքերի, այս ուղղությամբ, այս ուղեցույցով կարողանաս շարժվել եւ ես հավատացնում եմ քեզ, ամիսներ հետո, 1 տարի հետո շատ բաներ կփոխվի, թե քո կյանքում, թե մեր եկեղեցում։ Սուրգիկը այսպես է ասում, ով լսելու ականջ ունի, Տեր Հիսուսն է ասում, ով լսելու ականջ ունի, անգամ էկրանի վրա կարծում եմ կարող ենք հետևել խոսքերին, եթե պատրաստ են մեր ծառայողները, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Եվ նրանց ասաց. ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ Ինչ չափով որ չափեք, նույնն էլ ձեզ համար կչափվեն եւ ձեզ լսողներիդ կավելանա։ Որովհետեւ ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաեւ այն, ինչ ունի։ Ինչ չափով որ չափում ենք, այդպես էլ կչափվենք։ Ինչպես որ հավատում ենք, այդպես էլ մեզ կտրվի։ Ես այսպես եմ հասկանում։ Ինչ չափով որ սպասում ենք եւ ինչ չափով որ մտածում ունենք, մեծ մասամբ հենց այդպես էլ մեզ կտրվի, հենց այդպես էլ կլինի մեր կյանքերի մեջ։ Եվ այսօր ես ուզում եմ այս ուղղությունը վերցնենք եւ տեսնենք իրականում ինչ եմ ես ուզում, որն է իմ չափը, ինչքան է իմ չափը պարզապես մեկ մատնոց է, մեկ ձեռքի ափ է, մեկ բաժակ է, մեկ դույլ է, որն է իմ չափը եւ ինչպես եմ ես այդ ամենը վերցնում իմ կյանքի մեջ եւ ինչպես եմ ես կարողանում ապրել այդ ուղղությամբ։ Տերը օրհնի, ուզում մինչև պատգամից քանի դեռ չեմ մոռացել, ուզում եի հատուկ շնորհակալություն հայտնել Մամիկոն եղբորը, Սերգեյ եղբորը, Արամեին, չգիտեմ ուրիշ, այստեղ որ այսօր եկաք, մի փոքր մաքուր էր, չէ՞, ուշադրություն դարձել եք։ Եթե ուշադրություն շատ մաքուր է Արևիկը ասում, եթե ուշադրություն չեք դարձել, այստեղ որ դուրս գաք գնալ, ուշադրություն դարձեք, ու եթե հանկարծ ուզենաք մեկին օրհնեք, այս եղբայրներին օրհնեք։ Որովհետև առավոտյան 3 մենք առավոտյան այլ քաղաք էին գնում հանդիպման, այդ եղբորը հետ միասին, հետո այլ հովիները մեզ միացան եւ հետո իմացա, որ եղբայրներս առավոտ եկել են աղոթքաժողովի եղբայրական ժամանակ են ունեցել, կպել են գործի այսպես։ Մեր համար հարևանների համար մաքրել են այս ամբողջ մեր փողոցը։ Շնորհակալ ենք եղբայրներ, եկեք մի հատ ջերմ իրանց շնորհակալություն հայտնենք։ Օրհնում ենք ձեզ Հիսուսի անունով։ Ձեր ուժը թող երբեք չսպառվի, միշտ ուժեղ լինեք, առողջ լինեք եւ Տիրոջը ծառայեք եւ փառավորեք Տիրոջը։ Շնորհակալ ենք, Տերը օրհնի։ Ինչ չափով որ մենք չափում ենք եւ ինչքան որ մենք հավատում ենք եւ ինչպես որ մենք շարժվում ենք, մեծ հաշվով այդպես է լինում է մեր կյանքերի մեջ։ Իհարկե, կան բաներ, որոնք որ Աստված ինքնիշխան լինելով, նա միջամտում է մեր կյանքերի մեջ եւ անում է այնպես, ինչպես որ ինքը ուզում է, բայց հետաքրքիր է, որ Սուրբ Գիրքը թույլ է տալիս մեզ հասկանալու, որ իմ ու քո ցանկությունը, իմ ու քո հավատքը, իմ ու քո կյանքը, իմ ու քո սպասումը, իմ ու քո դավանանքը եւ այլն շատ կարեւոր են։ Այսինքն Աստված թույլ է տալի հասկանալու, որ Աստված էլ մենք նայում ենք Աստծուն, ասում ենք Տեր Աստված արա այս բանը, Տեր Աստված խոսիր, Տեր Աստված գործիր, Աստված էլ ասում է ես էլ քեզ եմ նայում, ես էլ քեզ եմ լսում։ Որտեվ այն ինչ որ ես ուզում եմ քո կյանքում անել, հնարավոր է որ ես չկարողանամ անել, եթե դու ուշադիր չլինես, թե ինչ ես լսում։ Ուշադիր եղիր, թե ինչ ես լսում։ Եվ ուշադիր եղիր քո չափման միավորի եւ քո չափման մեջ, ուշադիր եղիր քո հավատքին, ուշադիր եղիր քո սպասումներին, ուշադիր եղիր քո ցանկություններին, քո գործերին, քո կյանքին։ Ինչ ենք ուզում մենք այս կյանքում, սիրներ։ Ինչ ենք ուզում մեր կյանքերի համար։ Ինչ ես ուզում քո մարմնի համար։ Ովքեր որ այստեղ հիվանդ են, բնականաբար կասեն բժշկություն են ուզում, չէ՞։
հա, խաղաղություն են ուզում։ Ինչ ես ուզում քո մտքի համար, քո մարմնի համար։ Ինչ ես ուզում քո գործի համար, բարեկեցություն, լավ աշխատավարձ, օրհնություն։ Ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում քո ընտանիքի համար։ Ուզում եմ փոքր մտածենք։ Ինչ ես ուզում քո ընտանիքի համար։ Ամուսին, կին, երեխաներ, ծնողներ, կարող է դալիճում շատ շոկ, հա, ժողովուրդ։ Հա։ Մեկը կարան կանջատենք երևի թե սա կարող են կանջատել։ Հենց ցրտի ինձ իմացարեք, ես կմիացնեմ, իմ մոտ էլ ունեմ ես հեռակառավարման վահանակից, նես որ ես ձեզանից եմ ժողովուրդ ջան, ձեր ընկերն եմ։ Ծառայողների համար չեմ կարող ասել, թե հա իրանք էլ մեր ընկերն են։ Ինչ, չէ, անջատենք, չանջատվեց սա։ Ինչ ենք ուզում մեր ընտանիքի համար, անկեղծ, հլը մտածի, ինչ ես ուզում քո ամուսնու կամ քո կնոջ համար, ինչ ես ուզում քո ծնողների համար, ինչ ես ուզում քո երեխաների համար, ինչ ես ուզում։ Այո, կարող ենք ասել անգամ բարձրաձայն, կարող ենք չասել բարձրաձայն, կարող ենք մտածել, ինչ ենք ուզում մեր ընտանիքների համար։ Իսկ մեր եկեղեցու համար ինչ ենք ուզում։ Նոր շենք, օրհնություն, օծություն, վերից զորություն ենք ուզում, մարգարեություն ենք ուզում, ուրիշ ինչ ենք ուզում մեր եկեղեցու համար։ Տիրոջ սերն ենք ուզում, փառք Տիրոջը։ Իսկ մեր երկրի համար ինչ ենք ուզում։ Խաղաղություն ենք ուզում։ Քնարքուր էտի միկրոֆոնով հաստատ չեմ ասի։ Քնար քրոջս, հավատքո։ Այսպիսի մի հյուր ունենք, որ մեզ այցելել էր Թայվանից Կրուշնիսկի պապիկը, Նիկոլայ, հա, Նիկոլայ, անունը թե վերջը, Կրուշնիսկի էր ազգանուն, ասում էր, Արարատ սարը շատ սիրուն ասում էր, կշպան է, ասում էր, հա, մեր հպարտությունը, հետ ենք բերելու, մերն ալինելու, ասի ամեն քո խոսքի համար, քնարքուրս է, մեր երկրի համար ուզում ենք։ Ինչ ես ուզում քո երկրի համար։ Արթնություն ես ուզում։ Խաղաղություն ենք ուզում։ Ապաշխարություն մեր ազգին։ Շատ լավ։ Ուրեմն, ինչ ենք մենք ուզում մեր համար, մեր ընտանիքի համար, մեր եկեղեցու համար, մեր երկրի համար, ինչ որ մենք ուզում ենք սիրելիներ, այդ ամենը մենք պետք է տեսնենք եւ մենք կտեսնենք այդ ամենը։ Կներեք, այդ ամենը մենք կտեսնենք եւ միգուցե ավելին կտեսնենք, քան որ մենք ուզում ենք։ Ես հավատում եմ այսպես, որ երբ որ մարդը հավատքի մեջ է եւ նա շարունակաբար նայում է Աստծուն, քիչ հետո կխոսեմ ես ինչպես կարող ենք նայել Աստծուն, բայց թույլ տվեք այսպես մի հատ ընդհանրական մի բան ասել, շարունակաբար նայում է Աստծուն, հաղորդակցվում է Աստծո հետ։ Աստծո հետ ինքը ունի սերտ փոխհարաբերություն եւ կապ, ինչը որ մենք այսօր շատերս ունենք եւ ինչը որ ապացույցն էր այսօրվա փառաբանություն, երկրպագություն, ձեր այստեղ ներկա լինել այսօրվա խոսքի ձեր լսելը ուշադրությամբ որ լսում եք, ապացույցն է նրա, որ մենք սերտ կապ ունենք Աստծո հետ եւ մենք փափագում ենք նրա հետ փոխհարաբերություն ունենանք։ Մեր ցանկությունները, եթե Աստծուց չեն եւ Աստծո կամքով չեն, սկսում են փոխվել եւ դառնում են ավելի կամ փոխակերպվելով, ավելի ու ավելի նորոգվելով կամ փոխվելով դառնում են աստվածային եւ Աստծո կամքի համեմատ։ Կամ մարդը հաղորդակցվելով Աստծո հետ ինքը հասկանում է, որ իր ցանկությունները մարդածին են եւ ոչ Աստծո կամքի համեմատ, կամ միգուցե Աստծո կամքի համեմատ են, բայց ոչ իր համար, ուրիշի համար, սկսում է փոխվել։ Կան մարդիկ, որ կարող են դիմադրել եւ չփոխվել, դիմադրել, որտեղ բաներ կա, որ դու զգում ես, որ դու սխալ ասեցիր, սխալ արեցիր, բայց դիմադրում ես, դեռ շարունակում ես թելել այսպես։ Դեռ շարունակում ես քո սխալը արդարացնել կամ էլ կոծկել, բայց ոչ փոխվել։ Ոմանք կդիմադրեն, բայց մեծ մասը եւ Աստծուն սիրող մարդիկ, երբ որ փոխհարաբերություն ունեն Աստծո հետ, նրանց ցանկությունները, նրանց կամքը, նրանց որոշումները փոխակերպվում են եւ ավելի աստվածային են դառնում։ Դրա համար այս կոնտեքստի մեջ իրավունք եմ ինձ վերապահում ասելով, որ մեր ցանկությունները եւ մեր համոզմունքները եւ մեր փափակները կկատարվեն եւ ավելին կարող է լինել եւ իմ այսօրվա պատգամի հիմնական ուղղությունը հենց դա է։ Ինչ ուզում ես տեսնել
ինչ որ ուզում ես տեսնել, նրանք կարող են կատարվել, ապա ես ինչ պետք է անեմ։ Որն է իմ գործը եւ որն է իմ անելիքը։ Առաջինը, ինչ որ բաներ, որ մենք թվարկեցինք, ինչպես ասեցի, իմ падգամը, ես խնդրում եմ շատ ուշադրի լսեք, որտեղ այսօրվա падգամը ամբողջ կյանքի համար կարող է լինել։ Եթե մենք ուշադրությամբ լսելով վերցնենք ու սկսենք այդպես շարժվել, ես հավատում եմ, որ շատ բաներ մեր կյանքում, մեր եկեղեցում, մեր երկրում, մեր ընտանիքներում փոխվելու են։ Ես ու դու ոչ միայն ցանկություն եւ փափակ պետք է ունենանք, այլ պետք է հավատանք։ Առաջինը հավատալ։ Այո, ինչ որ դուք թվարկեցիք, լավ բաներ ասեցիք։ Եվ շատ խելամիտ, եւ շատ տրամաբանական, եւ շատ լավ բաներ կան։ Ինչ եմ ես ցանկանում եւ ինչ եմ ես ուզում։ Ինչ որ ուզում եմ, ես դրա համար պետք է հավատամ։ Ես դրա համար կամ դրա մասին պետք է հավատամ։ Մարկոս 9:22-23 այսպես ասում. շատ անգամ նրան նաև կրակի ու ջրի մեջ էր գցել, դիվահարի մասին է խոսքը, որ հայրը խնդրում է Հիսուսին բժշկելու, որ կորստյան մատնի, բայց եթե կարող ես մի բան անել, գթա մեզ, հայրն է խնդրում Հիսուսին, եւ օգնիր։ Հիսուսը նրան ասաց. եթե կարող ես հավատալ, հավատացողին համար ամեն ինչ հնարավոր է։ Այնինչ որ Աստծուց է եկել մեր կյանքի մեջ, այնինչ որ աստվածային է, այնինչ որ Աստծուց փոխանցվել է, այնինչ որ վերստին ծնված մեր մեջ առաջացել է, Տիրոջ հոգուց մեզ տրվեց է, ինչ որ այդպես մենք դրան սկսենք հավատալ, ամեն բան հնարավոր է Աստծուն հավատացողներին։ Եվ ամեն բան հնարավոր է, որ կարող է դա լինել։ Օրինակի համար, մենք հավատում ենք, որ մենք կարող ենք նոր շենք ունենալ մեր եկեղեցու համար։ Հավատում ենք։ Իսկապես հավատում ենք, որտեվ մենք դրա կարիքը ունենք։ Մենք չենք ուզում օրինակի համար ունենալ նոր շենք, որ մենք ավելի լավ զգանք մեզ, չէ, մենք կարիք ունենք։ Բացի լավ զգալուց մենք կարիք ունենք։ Հիմա նայեք, ես այստեղից որ նայում եմ, դալիճը լեփ-լեցուն է։ Եթե, չգիտեմ, 10 հոգի ավել մարդ գար, կարծում եմ, այո, 1 տեղ, 2 տեղ այնտեղ կա, երկուսը կարող ենք 10 հոգին տեղավորել, բայց եթե ավելին մարդ գար, այլևս այստեղ չենք կարող։ Եվ այնպես չի, որ բոլոր հաթոռները հաշված են, բոլոր տեղերում պետք է մարդ լինեն։ Ստիպված մենք երկրորդ ժողովն էլ կազմակերպեցին, եւ երկրորդ ժողովն էլ Աստծո օրհնությամբ արդեն փառք Տիրոջը, որ ավելի ու ավելի մարդիկ Աստծո կարիք ունենալով գալիս են Տիրոջ տունը, Տիրոջ եկեղեցին։ Եվ ծառայողներն էլ հրաշալի կերպով ծառայում են, որտեղ այսպես չի մեր տրամաբանությունն ու հասկացողությունն, այն երկրորդն է, այսպես թուլությամբ ծառայենք, չէ։ Երբեմն օրինակի համար ես շատ դեպքերում ծառայում եմ ավելի, այսպես ոնց ասեմ ավելի լավ ծառայեմ, չէ, ավելի պատասխանատու այսպես, որտեղ մի նոր բանը որ սկսում ես, ավելի կարիք կան ներդրվելու եւ ավելի այսպես ուշադիր լինելու եւ եթե անգամ այսօր միայն մենք բարևում ենք եւ գնում ենք ժողովուրդը, որտեղ հաջորդ ծառայություն այստեղ կա, պատանեկանը կա, երկրորդ ժողովի վերջում այդքան էլ չեմ շտապում, օրինակ վերջում մնում ենք, իրար հետ սուրճ ենք խմում, հաղորդակցում ենք, որտեղ դալիճ ամբողջությամբ լեցված չի, մարդկանցով հնարավոր է նաեւ դա էլ կազմակերպել։ Այնպես որ եւ շտապելու բան չկա, այլևս ժողովներ չունենք։ Ինքնատիպ է եւ կարեւոր է, բայց մենք հավատում ենք, Տեր, մենք կարիք ունենք։ Մենք օրինակի համար կարիք ունենք նոր շենքի, որտեղ երրորդ հարկ բարձրանալը դժվար է անգամ տարեցներին։ Առաջին եւ երկրորդ հարկում էլ մարդիկ կան դեռ այսօր, որտեղ դժվարությունն են բարձրանալու։ Մենք հավատում ենք, Տեր, որ մենք կունենանք մեր ավտոկայանատեղին, մենք կունենանք մեր բակը, որտեղ Բենյամինը իր ձեռքերով մաղալում խորոված կսարքի ու մենք կուտենք։ Մենք հավատում ենք, որ մենք բակ կունենանք, որտեղ մաղալ կլինի, որտեղ օրինակի համար խումբերից մեկ այդ օրը որոշում է, որ խմբային հավաքույթի փոխարեն ինքը գալիս է եկեղեցու բակում խորոված անելու, իրար հետ ժամանակ անցկացնելու։ Ու իրենք շիվար չեն մնում, որ ուր գնանք։ Այլ իրենք գիտեն, որ եկեղեցին բակ ունի, հնարավորություն ունի, տաղավար ունի, կարող են գնալ եւ իրենց խմբով այնտեղ հաղորդակցվեն իրար հետ։ Մենք հավատում ենք, որ կարա Աստված այսպիսի բան անի մեր կյանքերի համար։ Եվ ավելի հարմարավետ եւ այլն։ Եթե դու ուզում ես, որ քո ամուսինը փոխվի, տարբեր բանից, ինչ պետք է անենք։ Իհարկե պետք է բողոքենք ամուսնուն, պետք է անդադ պահանջենք, անդադ ասենք, որ գիտես ինչ կա, փոխվի էլի լավ չի։ Չէ, ես պետք է հավատամ, որ ինքը պետք է փոխվի։ Ինքը պետք է փոխվի։ Ես հավատում եմ, որ ինքը կարող է փոխվել։ Հավատում եմ, որ իրեն մեկ օր ես տեսնելու եմ
խաղալուց, խմելուց, դավաճանելուց, չգիտեմ, մյուս բաներից, որոնք ինքը ունի, որ Աստծուն հաճելի չի, ես հավատում եմ, որ ինքը կարող է փոխվել։ Ես հավատում եմ, որ իմ կողակիցը, որը այդքան էլ միգուցե հատկություններ ունի, որ Աստծուն հաճելի չի, ես հավատում եմ, որ ինքը կարող է փոխել։ Այո, երբեմն կարող է նեղվենք, երբեմն կարող է փնովենք, երբեմն կարող է պահանջենք, բայց այդ ամենից ավելի շատ ես հավատում եմ եւ հավատքով սպասում եմ։ Ահա, տեսնանք նաեւ ամենափոքրին եւ մեր Բենյամինի տիկնոջը։ Եվ հավատում ենք այն ամենին, ինչ որ Տերը կարող է անել մեր կյանքի մեջ։ Հավատը հուսացած բաների հաստատումն է ու աներևույթ բաների ապացույցն է։ Դերևս չեղած ես հավատում եմ, ես հույս ունեմ եւ իմ հավատքը դեռ չկատարված այն ինչին, որ ես հավատում եմ, հաստատում է, որ այն եղածի նման համարիր, այն եղածի պես ընդունիր եւ աներևույթ բաները ապացույցում է, հավատքը ապացուցում է, որ դեռ աներևույթ է, բայց հավատքը ինքը հաստատում եւ ապացուցում է, որ այն եղածի նման է, որովհետեւ հավատում ես, Աստծուց ներշնչված։ Հովսեփը, երբ որ երազներ տեսավ եւ Աստված խոսեց իր հետ, ինչը որ Աստված շատերիս հետ է խոսել, տարբեր կերպերով, պատգամներով, խոստումներով, միգուցե երազներով, տարբեր կերպերով Աստված խոսել է կամ քո համար կոչում ունես, ծառայություն ունես կամ որևէ բան Աստված տվել է, Հովսեփը հավատաց Աստծո խոստմանը։ Նա հավատաց, թեև ամեն բան հակառակ էր իրեն խոսում եւ իրեն դեմ էր, բայց նա հավատաց, որ սա Աստծուց է։ Մենք արդյոք հավատում ենք, որ մեր երկիրը կարա ունենա խաղաղություն, մեր երկիրը կարա բարգավաճի։ Եթե ես ցանկանում եմ, ես պետք է հավատամ դրան։ Ոչ թե լավ կլիներ, դե հույս ունենք, հավատամ ես դրան։ Ես հավատում եմ եւ հավատքը ստիպում է մեզ, որ մտածել Աստծո տեսանկյունով, Աստծո կերպ, Աստծո ուզած ձևով։ Օրինակի համար, ինչպես ես հավատում Հիսուս Քրիստոսին, ինչպես ես հավատում Աստծուն, ով է Տերը քո համար։ Փրկիչը, ամենակարող Աստված է, Հովիկ աղբերս ներքև իջավ։ Այսօրվա երգերի ուշադրություն դարձրեցի, որ բավականին շատ երգերի մեջ կար զորություն բառը, զորության Աստված, չէ՞։ Հիշեցնեք մեկ-երկու երգը։ Առաջի երգը որն էր։ Հզոր Աստված, հա։ Զորության Աստվածն ես իմ։ Հետարքիր երգերը համադրել էին մեր փառաբանության խումբը։ Օրինակ, հավատում ես, որ Աստված զորության Աստված է։ Ամեն։ Բայց հավատում ես, որ Աստված քեզ զորացնող Աստվածն է։ Հավատում ես, որ Աստված զորության Աստվածն է քո եկեղեցու մեջ եւ քո երկրի մեջ։ Ահա այսպեսի պարզ հավատքի մասին եմ ուզում խոսել եւ ուղղություն տալ ինձ եւ քեզ։ Հավատամ, որ Աստված իմ ընտանիքի մեջ զորավոր է։ Հավատամ, որ Աստված իմ եկեղեցու մեջ զորավոր է։ Այնքան զորավոր, որ այստեղ կարող են գալ հիվանդներ եւ Աստված կարող է իրենց բժշկել։ Արդյոք ես հավատում եմ դրան։ Արդյոք ես հավատում եմ, որ իմ եկեղեցու մեջ Աստված հրաշագործ է։ Եվ ես չեմ նայում մարդկանց, չեմ նայում հովիվներին, չեմ նայում որևէ մեկին, այլ նայում եմ իմ Աստծուն։ Իմ Աստծուն եմ նայում, որ նա հզոր է, նա արարչագործ է, նա բժշկող է եւ նա կարող է։ Այն կլինի։ Եթե ես ու դու հավատում ենք, այն կլինի, եւ ինչպես որ հավատում ենք, այն կլինի, Տերը ասեց հստակ, ամեն բան կարելի է հավատացողին, ամեն բան հնարավոր է նրան, որ հավատում է։ Եվ ինչ եմ ես հավատում, իմ մասին, ով եմ ես, ինչպիսին եմ ես, ով եմ ես Աստծո համար եւ ինչպիսին եմ կյանքը Աստծո ծրագրի մեջ։ Արդյոք հավատում եմ ես, որ Աստծո ընտրյալն եմ եւ Աստված իրականում ծրագիր ունի իմ կյանքի համար։ Եթե հավատում եմ դրան, որ Աստված իսկապես ծրագիր ունի իմ կյանքի համար, յուրաքանչյուր դժվարության ժամանակ, օրինակի համար Բենյամինը տեղափոխվել է ընտանիքով այստեղ,
Ինչ եք կարծում, դժվարություն չունեն միայն այն, որ 4 փոքր երեխաների հետ այսքան երկար ճանապարհորդություն անցկացնեն, միայն դա եմ ես ասում։ Նրանք, ովքեր որ եղել են Միացյալ Նահանգներում կամ գոնե մեկ անգամ անցել են այս Միացյալ Նահանգների ուղևորությունն ու ճանապարհորդությունը, ինքնաթիռն է, դուք կհասկանան ինչի մասն է խոսքը։ Ովքեր որ չեն եղել, կարող է շատ լավ չպատկերացնեք, կհասկանաք, բայց շատ լավ կարող է չպատկերացնեք, իրականում ծանր է։ Երբ որ դու երեխաների հետ արդեն մտնում ես ինքնաթիռ, արդեն բոլորը քեզ նայում են։ Ու գիտես, շատ ժպիտով չեն նայում այդպես, որտեվ իրենք պետք է, օրինակ Լոս Անջելես, տարբեր ինքնաթիռներով, տարբեր ավիաուղիներով, տարբեր ժամեր է, 12-ից մինչև 16 ժամ, նույն ինքնաթիռի մեջ պետք է թռնես։ Ու դու գիտես, երեխաների, որ քեզ հետ երեխաներ երբ որ կան, շատ կարող են իսկապես լավ երեխաներ լինեն, դաստիարակված լինեն, բայց երեխա են իրենք։ Հոգնում են, լաց են լինում, սնունդը իրենց ձևով են ուտում եւ այլն, երեխա են, իրենք պետք է իրենց ազատ, իրենք չեն, շատ է փոքր երեխաները չեն հասկանում, որ պետք է, ասենք, ինքնաթիռի կանոնները այսպեսին է։ Միայն այդ ծանր ճանապարհորդությունը կարող է շատ դրս։ Ես ընդհանրապես փոքրիկ բան եմ ասում։ Բայց եթե ես հավատում եմ, յուրաքանչյուր դժվարություն, որ գալիս է իմ կյանքի մեջ, ես ոչ թե ցանկություն ունեմ միայն, որ այս ամենը լինի իմ կյանքի մեջ, ես հավատում եմ։ Եվ եթե հավատում եմ, ես գնում եմ առաջ։ Եվ չեմ նայում դժվարություններին, եւ չեմ նայում տարբեր խնդիրներին, այլ ես հավատալով շարժվում եմ առաջ, որովհետեւ հավատում եմ։ Հավատում եմ, որ իմ ընկերը, իմ կողակիցը, իմ երեխան կփոխվի։ Ինչ եմ անում դրա համար։ Հետևողական ուշադիր եմ լինում, ինչպիսի սխալներ է ինքը գործել եւ ինչպիսի վատ բաներ է անում եւ անդադ իրեն հիշեցնում եմ, հանդիմանում եմ։ Օրինակ եմ բերում մյուսներին ասում, տես, հարևանի տղեն իր մամային այսպիսի լավ խոսք ասեց։ Տեսնում ես, հարևանի երեխեն առավոտ կան ու վեր է կացել, աշխատում է, իսկ դու ամբանի մեկն ես։ Բայց ես հավատում եմ, որ ինքը կփոխվի։ Թող ու հավատա, որ Տերը կարող է փոխել եւ կարող է օրհնություն լինել։ Եթե հավատում ես, ուրեմն քայլերն ու գործերը մի փոքր այլ պետք է լինեն։ Աստված իսկապես ինչ ունի մեր կյանքի համար, եթե մենք հավատում ենք սիրելիներ, ուրեմն ամեն իրավիճակների մեջ մենք կարող ենք անցնել առաջ, չնայելով ժամանակավոր դժվարություններն ու խնդիրները, որտեղ մենք հավատում ենք եւ հավատքը ցույց է տալիս մեզ։ Հավատքը ցույց է տալիս մեզ ով ենք մենք, ինչ ենք ուզում եւ ոչինչ չի կարող մեզ կաշկանդել, որտեղ մենք վստահ գիտենք։ Այ հավատքը օգնում է, որ մենք երբեք ու երբեք չկաշկանդվենք։ Երկրորդը, շատ արագ եմ ուզում անցնել, զգացի, որ փոքր ավելի երկար եմ կանգ առել հավատքի վրա, դրա համար մյուս կետերը ավելի արագ կանցնեմ։ Հավատում ենք, ինչ որ մենք ցանկանում ենք, ինչ որ մենք ուզում ենք, ասում եմ, որ դա կլինի, դա հնարավոր լինել, երբ որ մենք հավատում ենք, երբ որ մենք աղոթում ենք։ Ես ցանկանում եմ, ուզում եմ սա լինի։ Շատ լավ բաներ դուք նշեցիք։ Եկեղեցու շենքը, օրհնություն եկեղեցու մեջ, ավելի զորություն եկեղեցու մեջ, օծություն աստվածային, Աստված մեր եկեղեցում հրաշագործ լինի, պարգևները դրսևորվեն ավելին եւ այլն։ Շատ լավ բաներ նշեցինք։ Մենք կարող ենք այսպես մտածել եւ ասել, ինչն է մեզ պակասում, ուսուցումն է պակասում։ Ուրեմն եկեք ավելի շատ ուսուցումներ ունենանք այսինչ բաների մասին։ Ինչն է մեզ, որ այսինչ մարդն է խանգարում, որպեսզի այդ պարգևը եւ նշանը գործի։ Չգիտեմ, այսինչ բանը լինի։ Սկսիր աղոթել։ Ինչ ես ուզում։ Քո եկեղեցու մեջ ինչ ես ուզում։ Եվ գիտեք, հետարքիր բաներ դուք ասեցիք, քանի որ ես падգամը կառուցել եմ, գիտեք ես ինչպես էի լսում ձեզ։ Ինչ որ դուք ասում եք, ես լսում եի, որ դու պետք է անես դա։ Ինչը որ դուք ուզում եք տեսնել եկեղեցու մեջ, դուք պետք է դա անեք։ Մենք պետք է աղոթենք, որ Աստված, այօրինակ ինչպիսին է Աստված։ Ինչպիսին է Աստված։ Քիչ առաջ ասեցի զորավոր է եւ հրաշագործ է։ Ես ուզում եմ, որ իմ եկեղեցու մեջ Աստված այդպիսին լինի, ուրեմն շատ աղոթեմ հենց այդ ուղղությամբ։ Աստված, իմ եկեղեցու մեջ ես ուզում եմ, որ սերը ավել լինի, դու սեր ես։ Ես ուզում եմ, որ դու առատ լինես իմ եկեղեցու մեջ, Տեր։ Ես ուզում եմ, որ երբ որ մարդիկ ներս են մտնում ընկճված, դառնացած, աշխարհում հարվածված, լքված, չգիտեմ, մերժված, մեղավոր, պղծությունով պատված մարդիկ, որոնք որ ոչ թե գան այստեղ առաջինը հանդիմանությունը զգան Աստված իմ բարի։ Ես ուզում եմ, երբ որ իրենք ներս մտնեն այստեղ,
սերը զգան։ Խնդրում եմ քեզ, Տեր, օգնիր, որ մենք ավելի ու ավելի սիրով լինենք։ Աղոթում եմ քեզ, Տեր, ցույց տուր ինձ բաներ, որոնց մեջ ես պակաս եմ եւ ես կարող եմ ավելի սիրով լինել։ Տեր, աղոթում եմ քեզ, որ սերը ավելի առատ լինի իմ կյանքի մեջ, որտեղ ես ուզում եմ իմ եկեղեցու մեջ ավելի լինի։ Ես ուզում եմ, որպեսզի իմ ընտանիքի մեջ սերը ավելի շատ լինի։ Աղոթիր դրա համար։ Տեր, օգնիր ինձ, որ ես ավելի շատ սիրեմ։ Օգնիր ինձ, որպեսզի ինչն է պատճառը, Տեր, ես ուզում եմ այս բանը, պահանջում եմ, չգիտեմ ինչ որ բաներ անում եմ, ուզում եմ ամեն բան լավ լինի, Տեր, ուզում եմ, որ իմ տունը ֆինանսի կարիք չունենա, որտեվ ինչքան աշխատում ենք, ինչքան վաստակում ենք, ինչքան չարչարվում ենք, էլի պարտքերի մեջ ենք, Տեր Աստված։ Ասենք ինչքան կարելի է, Տեր, մենք քո զավակն ենք, էլի հասկանում եմ, մենք էլ փորձում ենք խնայել, փորձում ենք ինչ-որ բաներով, չգիտեմ, խելամիտ ծախսել, աշխատում ենք, ծույլ չենք, բայց չի ստացվում, Տեր։ Ուզում ենք առանց պարտքերի լինել, Տեր Աստված։ Ուզում ես աղոթիր։ Սկսիր աղոթել համարձակ, սկսիր աղոթել եւ խնդրել Աստծուց գերբնական բաներ։ Ոնց պատկերացնում ես խնդրիր, ասա Աստծուն, բայց սկսիր աղոթել։ Ուզում ես, ցանկանում ես, սկսիր լուրջ աղոթել։ Մարդիկ են լինում, որոնք որ մեծ կարիքի մեջ են, հանդիպել եմ այդպիսի մարդկանց, մեծ կարիքի մեջ են, եւ երբ որ իրենց հետ խոսում եմ եւ այլն, ասում եմ, մենք չենք էլ աղոթում դրա համար։ Չեմ էլ աղոթում ես այդ ամենի համար, որտեվ գիտեք ինչու, դա ինձ զարմացրել է, ասում եմ, ինչքան մեծ հավատք ունի այս մարդը, դա ինձ զարմացրել է, ասում եմ, մենք չենք աղոթում, որտեվ մենք վստահում ենք Աստծուն։ Ինքը կանի դա մեր կյանքի մեջ, ասում եմ, շատ լավ։ Բայց ես կաղոթեի։ Որտեվ Տիրոջ խոսքն է ինձ սովորացնում, որ աղոթի։ Որտեվ աղոթքելը միայն կարիքների բավարարումը չի, այլ աղոթների մեջ նաև Աստված ինձ է փոխում։ Ինչ որ բաներով փոխում է։ Եվ ոչ միայն ինձ է փոխում Աստված, այլ նաև օրինակի համար արտավազդի հայացքն է քո վրա ուղում, որտեղ արտավազդն էլ այսօր 10,000 դրամ գումար ուներ եւ ասում էր Տեր Աստված, այնքան կուզեմ օրհնեմ մի մարդու, որ կարիք ունի։ Ու հանկարծ քո աղոթքի շնորհիվ Աստված արտավազդի հետ խոսեց, որպեսզի քեզ օրհնի 10,000 դրամով։ Ամեն Արևիկա ասում, Արև ջան, խնդրի, ասա քո գումար, ասա Տեր, ես այս գումար ունեմ, ուզում մեկին օրհնեմ։ Հակառակ, հա բա։ Եթե իմ համար ես այդպես մտածում եմ, բա քո համար էլ այդպես կմտածեմ։ Աղոթքը սկսում է բաներ շարժել գերբնական կերպով, աներևույթ աշխարհում։ Սկսիր աղոթել։ Մեծ բաներ ես ուզում, մեծ պրոյեկտներ ունես, մեծ գաղափարներ ունես, մեծ կարիքներ ունես, ավելին ես դու Աստծո եւ Աստծո արքայության համար ուզում, քո համար ուզում, ավելին ու ավելին, ոչ թե ագահության մասին է խոսքը, ոչ թե ասենց առոք փառոք ապրելու, չգիտեմ, կոմֆորտից կոմֆորտ գնալ, դրա մասին չի խոսքը։ Ուղղակի դու հասկանում ես, որ դու պոտենցիալ ունեցող մարդ ես, որ դու խելացի մարդ ես, որ դու կարող ես ավելին լինել հոգեվոր կյանքում, կարող ես ավելին լինել բիզնեսում, կարող ես ավելին լինել քո կյանքում, քո ընտանեկան երջանկությունը կարող է ավելին լինել, սիրո մթնոլորտը ավելին լինել եւ այլն։ Դու ամեն իրավիճակներում հասկանում ես, որ դու ավելին կարիք ունես եւ ավելին կարող ես։ Սկսիր համապատասխան աղոթել։ Տեր, հանդիպացրու ինձ ճիշտ մարդկանց։ Տեր, գործիր իմ կյանքի մեջ։ Տեր, սովորեցրու ինձ ինչպես ես ինքս ինձանից ինչ է կախված, որ ավելի երջանիկ լինի իմ ընտանիքը։ Տեր, սովորեցրու ինձ ինչ անեմ ես, որպեսզի ես ուզում եմ, որ իմ համար լավ լինի։ Ես ամուսինն եմ, լավ ին վրա վերցնեմ, ես ամուսինն եմ, ես ուզում եմ, որ ինձ համար լավ լինի։ Տեր, բայց սովորեցրու ինձ հիմա հակառակը։ Ոնց անեմ, որ Լիլիթի համար շատ լավ լինի։ Որտեվ ես ուզում եմ ինձ համար լավ լինի, բայց սովորեցրու ինձ, Տեր, ոնց այդ լավը, բարին, երջանկությունն ու ուրախությունը իմ միջոցով գա իմ տուն։ Եվ եթե դա գա, ես հավատում եմ, Տեր, դրան, որ կարող է դա լինել, բայց միևնույն ժամանակ ես աղոթում եմ, Տեր։ Ես խնդրում եմ քեզ, որպեսզի լինի դա իմ կյանքի մեջ։ Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը ինչ որ աղոթքով խնդրեք, հավատացեք, որ կստանաք ու դա կտրվի ձեզ։ Հիսուսը ասեց Մարկոս 11:24-ում։ Հակոբոս 1:6-7-ը միայն թե թող նա հավատով խնդրի առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հոմակոծ ու տատանվող ալիքներին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կառնի։ Ինչպիսի ընտանիք ես ուզում ունենալ։
Ինչպիսի եկեղեցի ես ուզում ունենալ։ Ինչպիսի երկիր ես ուզում ունենալ։ Ինչպիսի հարևաններ ես ուզում ունենալ։ Օրինակ ես կուզենայի Բենյամինի նման հարևան ունենայի, որ շաբաթը մեկ խորոված սարքեր իր մաղալով ու Իդեպ կարամ փնտրեմ մեր փողոցներում տուն, Բենյամին ջան։ Ինչպիսի հարևան ես ուզում ունենալ։ Ուզենալը լավ է, ցանկանալը լավ է, բայց սկսիր գործել։ Հավատալ, որ կարա փոխվի։ Հավատալ, որ կարա ես օրինակի համար այնպիսի բաների համար եմ սկսել աղոթել մեր փողոցում, մեր չգիտեմ որևէ միտեղ ու փոփոխություններ են եկել։ Ցանկանալը լավ է, սկսիր հավատալ եւ հավատալով հետ մեկտեղ սկսիր աղոթել։ Եվ ամենակարևորը ինչպիսի Աստված ես ուզում քո եկեղեցում, քո ընտանիքում տեսնել։ Ինչպիսի Աստված ես ուզում տեսնել։ Կներեք, եթե մի քիչ այսպես Աստված դու ինքը ամենակարող մի խառնի իրար ամեն ինչը, լավ։ Գիտեմ, որ Աստված ամենակարող է, ամենագետ է, հավիտենական է, երկինք ու երկիր արարող Աստվածն է եւ այլն։ Գիտենք, լավ է, բայց ինչպիսի Աստված ես ուզում։ Որտեվ դու իրավիճակներին մեջից ելնելով դու այնպիսի Աստված ես ուզում լինի քո կյանքի մեջ, որը որ այդ պահին դու շատ կարիք ունես։ Մարդը, երբ որ ինքը կանգնած է ամուսնալուծության եզրին, իր ընտանիքը քանդվում է, ամուսիններով բաժանվում են արդեն։ Միգուցե երկուսն էլ չեն ուզում կամ էլ մեկը ուզում է, երկրորդը չի ուզում։ Գիտես, իրան շատ այսպես բանի հարուստ Աստվածը եւ չգիտեմ, արտնություն բերող Աստվածը այդքան իրան պետք չի այդ պահին։ Իրան պետք է իր ընտանիքը փոխող, սերը ամուսնու մեջ վերականգնող Աստվածն է պետք։ Սա է վտանգի առաջ կանգնած իր կյանքում։ Սա ինչպիսի Աստված ես դու ուզում։ Սկսիր աղոթել հենց այդ ուղղությամբ։ Տեր, ես ուզում եմ, որ դու այսպեսին լինես իմ կյանքի մեջ։ Երբ որ մարդը հիվանդություն լուրջ ունի եւ իր մարմնի մեջ լուրջ ցավեր ու հիվանդություն կա, դու խոսում ես եկեղեցում, չգիտեմ, բարեկեցության մասին, կարիքավորներին օգնելու մասին, իրականում նորմալ է, ինքը կարա, այդ մարդը կարա մասնակից լինի, կարիքավորներին օգնի, բայց խոսում ես, ասենք, ճամբարի կարևորության մասին, ինքը կարա օգտակար լինի, բայց ինքը չի կարա ճամբար գա, որտեղ ինքը ֆիզիկական դժվարություն ունի, ինքը հիվանդություն ունի, ինքը կարիք ունի Աստծուն, որ կարա իրան բժշկի։ Մարդը, որը ցավի սուքի մեջ է, շատ տարբեր Աստծո հատկությունների մենք կարող ենք խոսել, բայց ինքը կարիք ունի մխիթարության եւ ուրախության։ Ինքը այսպիսի Աստծո, ինչի կարիք դու ունես եւ ինչպիսի Աստված ես դու ուզում ունենալ քո կյանքում, քո եկեղեցում, քո ընտանիքում, հավատա այդպես եւ սկսիր աղոթել այդպես։ Եվ երրորդը սկսիր խոսել։ Ինչպիսի կյանք ես ուզում դու ունենալ, ինչպիսի ընթացք ես ուզում ունենալ, ինչ ցանկություններ ունես, սկսիր խոսել դրանց մասին։ Սկսիր աղոթքով խոսել դրանց մասին։ Սկսիր պատգամներով խոսել դրանց մասին։ Սիրելի եղբայրներ, երբ որ մենք ուզում ենք պարգևներով լեցուն եկեղեցի ունենանք, ուրեմն եկեք խոսենք պարգևների մասին։ Ինչպիսի Աստված ես ուզում ունենալ քո եկեղեցու մեջ, սկսիր քո Աստծուն ներկայացնել հենց այդպիսին։ Ոչ թե մենք հիմա ծառայողներին է խոսքս ուղված, բայց բոլորիս էլ։ Ոչ թե մենք կարողանանք տեսնել ինչ պատգամ ունենք մեր ձեռքի տակ, ոչ թե մենք տեսնենք, որ այս պատգամը իմ մոտ լավ է ստացվում, ես շատ լավ կարող եմ ներկայացնել, թողնենք այդ պատգամները։ Թողնենք այդ ուսուցումները, թողնենք այդ համոզմունքները, ինչի կարիք ունեմ ես կամ ինչի կարիք ունի եկեղեցին, ինչպիսի Աստված եմ ես այս ժամանակահատվածում ուզում տեսնել իմ եկեղեցու մեջ, իմ խմբակում, իմ ընտանիքում, իմ կյանքի մեջ։ Սկսեմ վերցնել Աստծուն այնպես, ինչպես որ ինքը կա, եւ Աստծուց սկսեմ օգտվել այդ հատկություններով, այդ կերպով, այդ ուղղությունով։ Իմ ուղղությունը ինչ որ չափով սկսեմ փոխել։ Ես Աստծո կարիք այսօր ինչի կարիք կա։ Խոսենք դրա մասին։ Ինչ եմ ես ուզում, խոսեմ դրա մասին։ Ամեն։ Ջայլամական քաղաքականություն կարող ենք բոլորս անել։ Երբ որ քո երեխաներին չարը գողացել է, եւ իրենք չափահաս են արդեն եւ ընտրել են, որ գնան աշխարհ եւ իրենք սկսել են աշխարհի կյանք ապրել, ծխել, խմել, ված շրջապատ ընկնել, աղջկատ համար անհանգստանում ես, որտեվ արդեն չափահաս է դարձել, մեկ-մեկ քեզ պատասխանում է,
Սկսել է աշխատել, ինքնուրույն է դարձել, ուզում է վարորդական քննություն հանձնել, ինքնուրույն մեքենան ունենալ, բայց ինքը աղջիկ է, կարող ես խստությամբ այսպես բան, բայց հասկանում ես, որ եւ այլն, անհանգստություն ունես։ Քեզ պետք է Աստված, որը կարող է քո տան մեջ բերել կոնտրոլ, բերել օրհնություն, բերել փոխհմբռնում։ Քեզ պետք է Աստված, որ քո աշխարհիկ երեխաներին աշխարհից օգնի, որ նրանք վերադառնան տուն, եկեղեցի։ Քեզ այսպիսի Աստված է պետք։ Սկսիր խոսել դրա մասին։ Շատերս խոսում ենք քարոզչություն կարդալով մեր երեխաներին, գիտես Աստված այսպիսին, գիտես օրինակի համար մեր հովվի տղան, այսպես եւ այնպես, մեր հովվի աղջիկը, մեր չգիտեմ, այսինչ մարդը, որ երիտասարդ այնքան օրինակելի են, թե վատեր ընդհանրապես վատացրեցիր փոխհարաբերությունը երեխայի հետ։ Սկսիր խոսել այն, ինչ որ ոչ թե ուղղություն, այն ինչ որ դու ուզում ես տեսնել։ Երջանկության կարիքը կա, սկսիր խոսել երջանկության մասին։ Քրիստոսի մեջ է երջանկությունը։ Օրհնությունը գալիս է նրանից։ Իմ տունը պետք է երջանիկ լինի։ Ես ամուսնացել եմ ոչ թե դժբախտությամբ ապրելու համար, ոչ թե ցավերով ապրելու համար, ես ամուսնացել եմ որպեսզի երջանիկ լինեմ։ Թեկուզ արդեն ամուսնությունից անցել է արդեն 30, 40, 50 տարի, բայց ես ասում եմ, քանի դեռ ողջ եմ, պետք է իմ ամուսնու հետ միասին երջանիկ լինեմ։ Լուսիկուրը կասի ամեն։ Չգիտեմ ինչի Լուսիկուր ջան, քեզ ասեցի ուղղակի աշկովս ընկար։ Քանի տարվա ամուսնացած եք քուրս։ Լուսիկուր 32, շատ լավ է։ 32 տարվա ամուսնությունից հետո ես պետք է շարունակեմ իմ ամուսնու հետ միասին երջանիկ եւ ուրախ լինել։ Թազախի ամուսնան ամուսին ունի, ասում է թազակ ամուսնան։ Քեզ թազա, դու քո համար էիր ասում Սուսան քույրս։ Կներես, մի պայտակ շֆայմեցի էլի, որ 86 տարեկան մեր 88 վախ հազարներողություն, իսկական տարիքը տա, 88 տարեկան, ինչ անենք, այդքան առիթներ եղավ, բայց չուզեցիր, դու ֆրանսիացի էիր ուզում, հիմա ուր տեղից գտնենք ֆրանսիացի, այքուր, տերորդնի քեզ, խոսիր, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լրանը ասի, ել ու ծովը ընկիր, ու իր սրտումը չէ երկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է կլինի, արդ ինչ որ ասի կլինի։ Ոչ թե ինչ որ ասեմ պետքա լինի, չէ, ես նորից եմ վերադառնում իմ պատգամի սկիզբը, երբ որ մարդը ունի փոխհարաբերություն Աստծուց ներշնչված, ինքը հասկանում է, որ Աստծուց է եւ Աստված ուզում է Աստծո կամքը, դրանք չեն կարող լինել, եթե մենք հետեւողական չլինենք շատ հարցերում։ Բայց երբ որ մենք հետևողական ենք, մենք հավատում ենք, մենք աղոթում ենք, մենք դավանում ենք, մենք խոսում ենք, մենք հռչակում ենք, մենք տարածում ենք, մենք ինքներս մեզ ենք համոզում, որ այո, դա հնարավոր է, ուրեմն դա հնարավոր է։ Երբ որ գալիս է կրիտիկական ծանր իրավիճակ, դու այդ պահին մենակ հասկանում ես, որ դու չես կարող սրանից դուրս գալ, որտեղ սա ահավոր վիճակ է, որ արդեն վերջ, սա վերջն է։ Բայց երբ որ դու հավատում ես, դու սկսում ես աղոթել, նաև դու կարող ես խոսել այդ ծանր իրավիճակին, սա էլ կանցնի։ Սա էլ կանցնի։ Եվ ես դուրս կգամ, եւ ես հաղթող կլինեմ։ Ուրեմն, անգամ լեռները կարան տեղափոխվել, երբ որ դու հավատքով ասես, խոսես, սկսիր ասել, սկսիր խոսել, խոսիր Աստծմով նաև քո պարտքերի համար, սկսիր Աստծմով խոսել քո երեխաների համար, որ նրանք Տիրոջն են դառնալու։ Ես հավատում եմ, ես աղոթում եմ, ես ծոմ եմ պահում, եւ ես նաև հռչակում եմ եւ դավանում եմ ամեն օր ասելով, նրանք Աստծո բաժինն են եւ նրանք Աստծուն են դառնալու, եւ նրանք ոչ միայն Աստծուն են դառնալու, նրանք ծառայելու են Աստծուն։ Սկսիր ուղղություն մտցնել քո կյանքի մեջ։ Սկսիր լավ բաներ խոսել, օրհնություն խոսել, աստվածային բաներ խոսել քո եկեղեցու համար։ Թերությունները բոլորս կարող ենք տեսնել։ Նայեք աթոռների գույնին ինչքան վատն են։ Չէ՞, ինչքան լավ կլիներ, որ այս գույնի աթոռներ ունենայինք մենք։ Նայեք դալիճը ինչքան նեղ ու լայն ու անհարմարավետ է։ Նայեք ինչքան մեծ ջանք է պահանջվում մինչև երրորդ հարկ բարձրանալը։ Չգիտեմ, մյուս բոլոր բաները մենք կարող ենք ասել։ Էլ չեմ խոսում, չէ, ուդարնիկը լավ է, այդքան չի դմթմցնում, չէ՞, նորմալ է։ Շատ բաներ, սկսիր խոսել լավ բաներ։ Այնինչ եկեղեցու ծառայողը, եղբայրը, այ որ միած sense ում ասեմ, այ մարդ Ռենար Բոնկեին ենք միշտ օրինակ բերում, են էլ խեղճը մազը, խեղճը չէ, Աստծո մարդ մահացավ, երկին գնաց։ Հիմա ինչ հեղինակություն ունենք, չէ, աշխարհահռչակ հեղինակություն, Հայկ եղբայրը։ Բայց Հայկ եղբայրը արդեն մերն է, արդեն մերն է։ Բենյամինն էլ է մերը։
Վերջը, ասենք աշխարհահռչակ ինչ որ մեկը, կամ էլ այ որ մերը լիներ, խոսիր օրհնություն։ Ներկա հովիվների, ծառայողների, մերը լավն են, օրհնյալ են, օծյալ են։ Տեր, փառք եմ քեզ տալիս իմ քրոջս համար, իմ եղբորս համար։ Ես շնորհակալ եմ քեզանից Տեր, որ այս քույրը, այս եղբայրը, որ գալիս է եկեղեցի, հազար ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ մի քիչ sense իրական բաներ խոսալ, էլի։ Շնորհակալ եմ Տեր, որ այս քույրս, այս եղբայրը ճիշտ է, մի քիչ փնթփնթան է ինքը։ Բայց այնքան շնորհակալ եմ, որ ինքը գալիս է Տեր։ Ինչ կարամ իր համար անեմ Տեր։ Շնորհակալություն հայտնիր, օրհնիր իրան, քաջալերիր իրան։ Ինչ ես ուզում տեսնել։ Ուզում ես տեսնել եկեղեցի, որը ուրախությունով լեցված է, որը ցնծություն ունի, որը, չգիտեմ, առողջություն ունի, որը լավն է, ամեն բան, ուրեմն սկսիր խոսել դրա մասին։ Մարդու բերանի պտուղից է, մարդու իր բերանի պտուղից է նրա փորը կշտանում։ Նա կհագենա իր շրթունքների արդյունքից մահն ու կյանքը, սա շատ լավ խոսքեր, շատ մահն ու կյանքը լեզվի ձեռքերն են, եւ նրան սիրողները ուտում են նրա պտուղից։ Խոսենք ճիշտ եւ լավ բաներ, սիրներ։ Տեր Հիսուս ասաց, եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը եւս լավը կլինի։ Իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը եւս վատը կլինի, որովհետեւ ծառը իր պտուղից է ճանաչվում։ Եթե վատ եկեղեցի ունես, դու վատ պտուղ ես ուտելու։ Բայց եթե դու լավ եկեղեցի ունես, դու լավ պտուղ ես ուտելու։ Ու այդտեղ լավ եկեղեցու լավ ու վատ լինելու մասին չի, այլ դու ոնց ես հասկանում, ոնց ես խոսում, ոնց ես աղոթում, ոնց ես հավատում, այդպես էլ դու կարող ես ընդունել։ Նրանց անվանեց իժերի ծնունդներ, նրանց մեզ չէ։ Կեղծավոր փարիսեցիներ, իժերի ծնունդներ։ Դուք ինչպես կարող եք բարի խոսել, երբ չար եք։ Չես կարող։ Հալա, ասենք ժպտացի ինչ որ բարի բաներ ասես, բայց մեջը չարություն կա, չես կարող լավ բան խոսես։ Որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդը իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում, բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պետք է տան։ Խոսենք լավ բաներ եւ մեր մեջից հանենք լավ բաներ, սիրներ։ Լցնենք մեր մեջը լավ բաներ Աստծո խոսքից։ Փորձենք այնպիսի մարդկանց հետ նաև շփվել, հաղորդակցվել, որոնք դրական են, որոնք իսկապես լավ բաներ ունեն իրենց ներսը, լցվենք դրանցով։ Եվ ինչ որ կա մեր ներսում, դա ենք դուրս հանելու։ Եթե դու զգում ես, որ քո մեջից միայն քննադատություն է, քո մեջից միայն անհավատություն է, քո ընտանիքի վերաբերյալ, քո երկրի վերաբերյալ, քո եկեղեցու վերաբերյալ, ինքդ քո մասին, միայն բացասական բաները, լուրջ բան ասա, գիտեք, կանգ առ։ Ասա Տեր Աստված, այսքան վատ բաներ ունեմ ես իմ մեջ։ Փաստորեն ես մտածում եմ նրանք են վատը, բայց Տեր, ես որ խոսում եմ դրանք, ուրեմն քո խոսքը ասում է, որ իմ մեջն է այդ վատը։ Տեր օգնի ինձ, փոխի ինձ։ Եվ վերջին ասեմ ու կարող ենք աղոթել։ Եթե փառաբանության խումբ պատրաստ է, մեկ երգ կարող ենք պատրաստել երգելու համար։ Եվ ի վերջո, եթե ես ուզում եմ լավ բաներ իմ կյանքում, ուրեմն սկսեմ գործել։ Գործի վերածել այն, ինչը որ ես ուզում եմ, ինչը որ ես ցանկանում եմ, ինչին որ ես հավատում եմ, ինչի համար որ ես աղոթում եմ, ինչի մասին որ ես խոսում եմ, քարոզում եմ, ուսուցանում եմ։ Եվ ամենակարևոր բանը սա եմ ուզում նաև ասել նախորդ կետի մեջ, թե մի փոքր ասեցի, բայց ուզում եմ շեշտադրումով ասել։ Ինչպիսի Աստված ենք մենք ուզում ունենալ մեր եկեղեցու մեջ, ես կրկնվում եմ, մենք պետք է այդպիսի Աստծո մասին ավելի շատ խոսենք ու քարոզենք։ Համաձայն եք։ Փառք Տիրոջը։ Ուրեմն գործի անցնենք, սիրներ։ Այն ինչը որ հավատում ենք, այն ինչին որ ցանկանում ենք, այն ինչի համար որ աղոթում ենք, ինչի համար որ խոսում ենք, ուրեմն գործենք համապատասխան։ Նույն կերպով, ինչպես որ այդպեսին ես հավատք ունեմ, նույն կերպով սկսեմ գործել։ Օրինակի համար։ Մենք հավատում ենք նոր շենքի համար, մենք կարիք ունենք եւ մենք ուզում ենք։ Դրա համար մենք օրինակ հանգանակություն ենք անում նոր շենքի համար։ Մենք գործում ենք։ Դրա համար օրինակի համար ես եւ եղբայրներից շատերը փնտրում ենք նոր տարածքներ, գնալով փնտրում ենք նոր տարածքներ։ Դուք էլ կարող եք տեսնել որևէ տարածք եւ փորձենք գտնել եւ ունենալ, ձեռք բերել։ Դա գործ է։ Դա գործնական քայլ է։ Եղան մարդիկ, երբ որ մենք առաջին անգամ հայտարարեցինք նոր շենքի համար, եղան ընտանիք, իրենք խնդրել են, որ իրենց անունները չասեն, միայն դրա պատճառով իրենց հարգելով չեմ ուզում ասել, բայց օրհնյալ եկեղեցու ծառայող երիտասարդ ընտանիք, որ շատ կարիքներ իրենք ունեն, գիտեք։ Կարող են մեքենան ավելի լավացնել,
եթե չեմ սխալվում, անգամ այդ պահին Վարշով էին ապրում կամ միգուցե Վարշով չէին, չեմ կարող հստակ ասել, բայց կարիքներ ունեին եւ այլն եւ այլն, բայց իրենց սրտում դրվեց օրինակի համար ինչ որ չափով գումար, որ բավականին պատկառելի գումար էր, նվիրաբերել հենց այդ նպատակի համար, որ դեռևս շենքը չկա, դեռևս տարածք չկա, բայց մենք ուզում ենք նվիրաբերություն, սա գործ է։ Ես ուզում եմ, որ իմ տունը, օրինակի համար, ես ուզում եմ, որ իմ ամուսինը, երբ որ տուն եմ գալիս, սենց ռոմանտիկ բոմերով, սեղանով ինձ դիմավորի, ես կհալվեմ այսպես, գնա, նույնը դու արա, ինչու, որտեղ տղամարդիկ ավելի շատ դուրսն են լինում, դու ավելի շատ տունն ես, միայն այդ պատճառով, որ դու ավելի շատ հնարավորություն ունես այդ կազմակերպելու, որ ինքը դրսում է, երկրորդ լավներ, ես պատկերացնում եմ կարգեզի ռոմանտիկ, որ մոմերի ներքո, որ պատրաստել ես վարդի թերթիկներով և լավ անցանք, լավ։ Եվ Հիսուսը նրանց պատասխանեց, իմ հայրը մինչև հիմա գործում է, արդ ես էլ նույնպես գործում եմ։ Ես եկել եմ աշխարհը փրկելու համար, ես չեմ նստում և ասում, թող փրկվեն, թող հրաշք լինի, թող մարդիկ գան և լսեն, նա գյուղից գյուղ պտտում էր և գործում էր։ Պտտվում և գործում էր։ Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է և այն ժամանակը ոչ ոք չի կարող գործել, քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի։ Նա աշխարհից գնաց մարմնով, բայց մեզ թողեց և ասեց դուք եք աշխարհի լույսը։ Նա լույսն է և մենք, որ նրան ունենք, մենք ենք դառնում այս աշխարհի լույսը։ Մենք լույս ունենք մեր մեջ սիրներ։ Ինչպիսին ես ուզում տեսնել եկեղեցին, ուրախ ես ուզում տեսնել, սիրով ես ուզում տեսնել, հիվանդ անդամներին բժշկված ես ուզում տեսնել, ինչպիսին ես ուզում տեսնել քո եկեղեցին, սկսիր համապատասխան գործել։ Ուզում ես մարդիկ բժշկվեն, հավատա, որ Աստված կարող է իրենց բժշկի և աղոթի այդ մարդկանց համար։ Ծածուկում միգուցե ձեռք դնելով, չգիտեմ, շարունակաբար սկսիր այդ մարդկանց հիվանդությունից բժշկվելու համար աղոթել, հոգս վերցրու։ Ուզում ես, որ քո եկեղեցու անդամը բժշկված լինի, սկսիր աղոթել։ Ուզում ես, որպեսզի սիրով լցվի, սկսիր գործել։ Անգամ ոչ միայն դու ինքդ արա, այլ նաև նախաձեռնող եղիր, մոտեցիր արտավազդ եղբորը, ես իր այդ լավ մոտիկ եմ, կարող եմ միջամտել, որ մոտեցիր արտավազդ եղբորը, նայում են ուշադիր, ախպեր, ինչ ասում է։ Ասա Արտո ախպեր, ուզում եմ մեր եկեղեցին ավելի լավ լինի, այօնակ սենց մի բան որ անենք, ինչ կարծիք ես։ Կարող չհամաձայնվի արտավազդ ախպերը։ Ոչինչ։ Երկրորդին կհամաձայնվի, երրորդին կհամաձայնվի, բայց բա որ համաձայնվեց ու լավ բան ստացվեց։ Նախաձեռնիր, արա։ Մենք ուզում ենք, որ աշխարհը փրկվի, Տեր Հիսուս աշխարհը փրկիր։ Ես սիրում եմ, երբ որ մենք աղոթում ենք աշխարհի համար եւ մեղավոր մարդկանց եւ ասում ենք փրկիր։ Բայց մենք կարիք ունենք գնալու եւ աշխարհին խոսելու փրկության մասին։ Հովսեփը կարող էր մտածել ասելով, որ 7 տարի հետո լինելու է չքավորության տարիներ։ Դե ինչ անենք, Տեր Աստված օգնի, տեսնենք ինչ անենք։ Ոչ։ Նա չքավորության համար սկսեց գործել եւ պատրաստվել։ Երբ որ եկավ չքավորության 7 տարիները, առատություն կար Եգիպտոսում։ Ինչու՞։ Որտեւ ինչ որ մեկը գործել էր։ Եկեք գործենք։ Ինչ ես ուզում, այն կկատարվի, եթե հավատանք, եթե աղոթենք, եթե խոսենք դրա մասին եւ եթե գործենք այդ ուղղությամբ։ Դրանք չեն կարող չկատարվել, դրանք կատարվելու են։ Իսկ ինչն էր, որ Աստվածային չի մեր ցանկությունները, նրա հետ փոխհարաբերության մեջ Աստված կվերցնի, կսրբի, բայց ինչու որ շարունակում է մնալ մեր մեջ, դրանք կկատարվեն։ Հատկապես այն բաները, որոնք հոգևոր են, սրբված են, Աստծուն փառք բերող բաներ են, դրանք կկատարվեն։